Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարակից եկուսման համար ամբյանի մոտ եմ հրավիրում Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի։ Բայց մինչեւ պարոն Քոչարյանը կսկսի ելույթը, տեղեկացնեմ, որ նաեւ նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի ծննդյան օրն է այսօր, շնորհավորենք նրան։ Պարոն Քոչարյան, համեցեք։ Հարգելի փոխնախագահներ, հարգելի գործընկերներ, նախարարը նշեց, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, բայց այդ եզրակացությունը տալուց առաջ մենք ունեցել ենք բովանդակային բավականին լուրջ քննարկում եւ ընդհուպ այն աստիճանի, որ մեր գործընկերներին մտահոգել էր, արդյոք սա նախընտրական քայլ է, թե ոչ։ Պատասխանը միարժեք եղել է ոչ։ Այս քայլին մենք քայլ առ քայլ մոտեցել ենք բանակի բարեփոխումների ամբողջ տրամաբանությունը իրականություն դարձնելու միջոցով, որը դրված էր կառավարության ծրագրի հիմքում։ Այսօրվա բանակի վիճակագրությունն էլ խոսում է այն մասին, որ սովորական չի այն տրամադրությունը, որ բանակը այնուամենայնիվ իր գրավչությունը բարձրացրել է։ Վիճակագրությունը խոսում է, որ խաղաղության մեր ձգտումները եւ խաղաղության հասնելու մեր նպատակները հասարակության կողմից միայն ստանում են դրական լիցքեր եւ սա այդ քայլերից մեկը պետքա դիտել, որովհետեւ այս պահին իրականացնել այն քայլը, որը նաեւ կառավարության ծրագրում է ժամկետի կրճատում, դա նշանակում է մենք արդեն պատրաստ ենք։ Դրա հիմքում դրված են վերլուծություններ, թվաբանություն, ծառայության բովանդակության փոփոխություն, իսկ դա նշանակում է բանակը դիրքապահից անցնում է իրական բանակ, պաշտպանական բանակ ունենալու ընթացքի մեջ հայտնվելու ճանապարհին։ Հարգելի գործընկերներ, սա կարևորագույն քայլ է, որովհետև շատ է խոսում նաև ներկայիս ծառայողների վրա չի տարածվում։ Չի տարածվում, որպեսզի հետո եկող ծառայողները ունենան այս հնարավորությունը նոր ծրագրով բանակը առաջ տանելու մեջ իրենց մասնակցությունը ունենալու համար։ Իհարկե, բոլոր այն փոփոխությունները, որոնք իրականացվել են այս տարիների ընթացքում, նաև սոցիալական բնույթի, նաև ծառայության որակի բարձրացման, այսօր էլ վիճակագրությունը խոսում է, որ կանոնակարգային, ոչ կանոնակարգային հարաբերությունները բանակում ոնց որ թե վերացել են, իհարկե դա նաև ուժային միջամտության շնորհիվ է, նաև կառավարման բավականին ամուր հիմքեր դնելու շնորհիվ է, բայց դրա խորքային արդեն հիմքերը դրվում են, որովհետեւ բանակում այն հարաբերությունները, որոնք պետք է իսպառ վերացնեն նախկինում այդ արատավոր երևույթը, պետք է հենված չլինի միայն ուժային գործոնի վրա։ Ուստի արգելի գործընկերներ, ունենալով այս հնարավորությունը տալով բանակին այս հնարավորությունը այս ժամկետների մեջ իրականացնել իր առջև դրված խնդիրները, հանձնաժողովը տալով դրական գնահատական, տալիս է հնարավորություն նաև մեր բոլորիս այդ գնահատականը առաջին ընթերցումը ամրապնդենք մեր քվեարկությամբ եւ իրականացնենք այն, ինչը որ մեր առջև դրված ապագայում ունենալ այն բանակը, պրոֆեսիոնալ բանակը եւ այդ բանակի ստեղծման համար շատ կարեւոր է նաեւ զորակոչային բաղադրիչը, որտեղ շատ երկրներ, որոնք ունեն պրոֆեսիոնալ բանակ եւ հրաժարվել են զորակոչային այդ հնարավորությունից, իրենք այդ ռեսուրսը կորցնելով այնուամենայնիվ հիմա եկել են այն մտքին ու Գերմանիայի Դաշնությունը, որ պետքա որոշակի մասնակից զորակոչ ունենալ, որպեսզի այդ ռեզերվը հետևից պատրաստման ունենա սահուն ընթացակարգ։ Կոչ եմ անում կողմ քվեարկել այս կարևոր նախաձեռնությանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցեր չեն կարող լինել, քանի որ ժամանակը սպառվել է, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։